Այսօր ուզում եմ խոսեմ մի թեմայով, Сегодня хочу говорить на тему, որը ուզում եմ սկսեմ մի ասացվածքով, и хочу начать с բաղավորքի։ Մի մարդու ասում են, одному человеку говорят: լսի դու շատ երկար լեզու ունես։ у тебя очень длинный язык. Այնքան ասում են, Так часто ему говорят, գնում է հայլու դեմ կանգնում լեզուն հանում, он встает перед зеркалом, вытаскивает язык նայում ասում է, այ մարդ նորմալ леզու է, и говорит: ну что, у меня нормальный язык, հեչ էլ երկար չի։ вовсе не длинный. Ու դուրս է գալիս, И выходит ասում է գնալու եմ բոլոր աշխարհին պատմեմ, որ ինձ ասում են դու երկար լեզու ունես։ и говорит: я пойду всему миру, буду рассказывать, что у меня длинный язык. Ով հասկացավ ինչ ասեցի։ Кто понял, что я сказал? Այսօր ուզում եմ խոսեմ լեզվի մասին։ Сегодня я хочу говорить о языке. Լեզու։ Язык. Աստված է ստեղծել լեզուն։ Бог сотворил язык. Եվ Աստված ա դրել լեզուն մեր մարմնի մեջ։ И Бог вложил язык в наше тело. Ու մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքը ինչքան շատ է խոսում լեզվի մասին։ И мы видим, как часто Слово Божие говорит о языке, Նրա կարևորության մասին։ о важности. Դրա համար էլ մեզ պետք է սիրելնես, հասկանալ ու գիտակցել Поэтому нам нужно знать и осознавать, եւ ուշադրություն դարձնել, и обращать внимание, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր լեզուն։ какое влияние может иметь наш язык. Իհարկե մարդիկ կան, ովքեր որ համր են օրինակ չեն խոսում, Есть люди, которые, например, они немые, не могут говорить. բայց նրանք էլ իրենց լեզուն ունեն։ У них есть свой язык. Խոսքը նրա մասին է, Речь о том, թե ինչ ենք մենք խոսում։ что мы говорим. Եվ ուզում եմ տեսնենք Աստծո խոսքի մեջ այսօր И սիրելներ։ хочу, чтобы мы увидели в Слове Божьем сегодня вас. Եվ ուզում եմ այսօր որ Աստված գործի մեր И хочу, чтобы կյանքի մեջ, сегодня Бог действовал в нас. որովհետև երբ որ մենք ճշմարտությունը ճանաչում ենք, Потому что когда мы познаем истину, ճշմարտությունը մեզ ազատ է անում истина делает нас свободными ամեն բաներից, որ մեզ խանգարում է, от всего того, что нас мучает. եւ ճշմարտությունը մեզ բարձրացնում է И истина на нас поднимает այն բարձունքների վրա, որ Աստված պատրաստել է на те մեզ։ высоты, которые Бог приготовил для Դրա нас. համար այսօր կճանաչենք ճշմարտությունը լեզվի մասին։ И сегодня мы познаем истину о языке. Եկեք բացենք Հակոբոս 3-րդ գլուխ։ Откроем Иакова 3 главу Սա послания. Աստվածաշնչի ամենահայտնի տեղերից է լեզվի մասին։ Это одно из самых известных мест о языке. Այսօր շատ տեղեր կտամ ձեզ, Много мест сегодня дам вам. եւ իհարկե բոլորը չեմ կարող տալ ինչ որ Աստծո խոսքը ասում է լեզվի մասին։ И, конечно, все не могу передать, что говорит Слово Божие о языке. Հակոբոս 3-րդ գլուխ, Иакова 3 глава, 5-րդ խոսքից։ с 5 стиха. Այնպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծ բաներ է խոսում։ Տես մի փոքր կրակը որքան բան է վառում։ Так язык небольшой член, но много делает. Посмотри, небольшой огонь, как много вещества зажигает. Լեզուն էլ կրակ է, այդ անիրավության աշխարհը, այսպես է լեզուն դրված մեր անդամների մեջ, որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյության անիվը եւ ինքը բորբոքված է գեհենից։ И язык огонь. Прекрасно, неправда. Язык в таком положении находится между членами нашими, что оскверняет все тело и воспаляет круг жизни, будучи сам воспаляем от гиены. Եթե նայենք այս խոսքին ուղղակի, Если мы посмотрим просто на это слово, այս խոսքը ասում է, որ մեր լեզուն կրակի нման է, и этот стих говорит о том, что наш язык как огонь, որ կարող է վառել շատ բան։ который может просто многое сжечь. Բայց մի սարսափելի բան էլ է գրված Но այստեղ, также что-то ужасное тоже здесь որ մեր написано, լեզուն что наш язык, վարակված է գեհենից, գեհենի կրակից։ он воспаляется от гиены, от огня, который в гиене. Ինչու է այսպես ասում սիրելիները։ Почему так говорится? Որովհետև երբ որ մեղքը մտավ մարդու կյանքի մեջ, Потому что когда грех вошел в человека, մեր լեզուն վարակվեց наш язык, он был поражен գեհենի կրակից, от огня, который из гиены выходит, խավարից, от мрака, դժոխքից։ от ада. Գիտեք դա ինչ է Что նշանակում։ это означает? Եթե ասեմ դուք բոլորը դա կգիտակցեք, որ այդպես է։ Если я скажу, вы сейчас осознаете, что это так. Մեր լեզուն Наш язык, որպես մահկանացու մարմնի անդամ, как тленный орган тела человеческого, չլենտլեննը ծելը։ Ինքը ավելի շատ հակում ունի վատ բաներ խոսելու, քան լավ բաներ խոսելու։
он больше стремится говорить плохое, нежели положительное. Դուք նկատել եք, որ փոքր երեխաները, Вы замечали маленькие дети? ով փոքր երեխա ունի, մինչև 5 տարեկան։ У кого есть дети до 5 лет? Դուք նկատել եք, որ նրանք վատ բառերը ավելի շուտ են սովորում, քան լավ բառերը։ Вы замечали, что они плохие слова быстрее учат, чем хорошие? Վատ բառերը նրանց մեջ ավելի շուտ է մտնում։ Плохие слова, они быстрее входят в них. Ինչու՞։ Почему? Որովհետև մեր էությունը Потому что наша сущность, մեղավոր էություն է։ она греховная. Եվ մեր լեզուն И наш դրա язык պատճառով по этой причине ավելի շատ վարակվում է վատ բառերից, быстрее воспаляется плохими словами, քան լավ բառերից։ нежели хорошими. Դրա համար էլ ասում է, Поэтому говорит, որ մեր լեզուն վարակված է գեհենից, поэтому он говорит, что наш язык, он заражен от гиены. բորբոքված է գեհենից։ Он воспален гиеной. Այսինքն այդ կրակը, որ լեզուն է, То есть этот огонь, который есть ինքը язык, ավելի շատ ինքը իրանով ավելի շատ հակում ունի փչացնելու։ он сам по себе имеет свойство рушить. Մենք սա պետք է գիտակցենք Мы սիրելիներս։ это должны осознавать, возлюбленные. Ահա թե ինչու Вот почему մեզ պետք է ուշադիր լինել մեր լեզվին։ нам нужно быть внимательными к своему Որովհետև языку. եթե ուշադիր չեղանք, Потому что если мы не будем внимательны, այդ լեզուն կարող է այրել շատ բան մեր կյանքերի этот մեջ язык может многое сжечь в нашей жизни եւ շատ բան մեր шրջապատի մեջ и среди нашего եւ окружения, անգամ մեր кյանքի տարբեր բնակավարներում։ и в разных сферах нашей жизни. Եթե հիմա վերջացնեմ, Если я этим завершу, ամենակարևոր բանը ձեզ ասեցի։ самое важное я уже сказал. Բայց ուզում եմ նայենք Но я սիրելիներս, хочу, чтобы мы смотрели, որ մենք ոչ թե возлюбленные, միայն ուշադիր լինենք, чтобы мы не только были այլ внимательны, մենք կարողանանք մեր лեզվի հարցը լուծել։ чтобы мы могли решать вопрос своего Եվ языка. այն լեզուն, որը Աստված է И ստեղծել, тот язык, который Бог сотворил, օգտագործենք, чтобы мы использовали, որպեսզի նա գործի մեր կյանքի մեջ դեպի բարին եւ ոչ թե դեպի չարը։ чтобы мы его использовали в своей жизни, и он действовал ко благу, а не ко злу. Հալելույա, Փառք Աստծուն։ Слава Богу. Տեսեք շարունակությունը ինչ ասում 9-րդ խոսքից։ 9 стих. Նրանով, այսինքն լեզվով, օրհնում ենք Աստծուն եւ Հայրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ Աստծո նմանությունով ստեղծված են։ Им, то есть языком, благословляем Бога и Отца, и им проклинаем человеков, сотворенных по подобию Божию. Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն եւ անեծք։ Պետք չի եղբայրներս, որ այսպես լինի։ Из тех же уст исходит благословение и проклятие. Не должно, братья мои, сему так быть. Միթե մի աղբյուր նույն ակնիցը քաղցր եւ դառը ջուր կբխի։ Течет ли из одного отверстия источника сладкая и горькая вода? Միթե կարելի է եղբայրներս, որ թզենին ձիթապտուղ բերի կամ որդը դուս, այնպես էլ աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր հանել։ Не может, братья мои, смоковница приносить маслины или виноградная лоза смоквы. Также и один источник не может изливать соленую и сладкую воду. Ամեն։ Աստծո խոսքը շատ པարզ է ասում։ Слово Божие очень ясно говорит. Սերնես, եթե այս խոսքը չմեկնաբանեմ էլ արդեն པարզ է ամեն։ Если я не буду это слово толковать, и так понятно. Բայց Աստծո խոսքը տեսեք ինչ է ասում։ Но смотрите, что Слово Божие Սա говорит. նոր կտակարանն է, Это Новый Завет, որտեղից որ կարդացի հիմա։ где я прочитал. Ինչ արեց Հիսուսը, երբ որ եկավ իմ ու քո кյանքի մեջ։ Что сделал Иисус, когда пришел в мою и твою жизнь? Նա մեր կյանքը փրկեց, Он спас нашу жизнь. բայց նաև Но Он также, նա մեր լեզուն քաղցրացրեց, Он наш язык сделал сладким. որովհետև մեր աղբյուրը արդեն քաղցր է Հիսուսով։ Потому что наш источник, он уже сладкий Դրա через համար Иисуса. ասում է դու քաղցր աղբյուր ունեք հիմա։ И поэтому он говорит, вы имеете сладкий источник. Դուք օրհնում եք Հորը Вы Աստծուն, благословляете Бога Отца, բայց պետք չի որ միաժամանակ դուք անիծեք մարդկանց։ но не нужно в это же время проклинать людей. Ձեր միջից պետք է քաղցր ջրեր դուրս գան, От вас должны исходить сладкие воды. որովհետև Սուրբ Հոգով մի աղբյուր է դրված իմ ու քո Потому մեջ։ что Духом Святым некий источник вложен в Ես нас. խոսում եմ նրանց մասին, ովքեր իրենց կյանքը Հիսուսին Я են տվել։ говорю о тех, которые отдали свою жизнь Иисусу. Բայց ասում եմ պետք չի որ եւ քաղցր դուրս գա եւ դառը դուրս գա։ Он говорит, не нужно, чтобы и сладкая, и горькая выходила вода. Չի կարող այդպես լինել։ Не может быть так. Աստծո խոսքը ոչ թե ասում է հնարավոր չի լինի։ Слово Божие не говорит невозможно. Աստծո խոսքն ասում է դա հնարավոր է լինի, բայց եղբայրներս պետք է այդպես չլինի։ Слово Божие говорит, это возможно, но не должно быть так, братья мои. Ամեն։ Ամեն, ասում է չի կարող թզենին ворդ բերի։ Он говорит, не может смоковница приносить виноградный Չի плодов. կարող քաղցր աղբյուրը դառը ջուր բերի։ Не может сладкий источник горькую воду Այդ отдавать. ժամանակ երբ է դա կատարվում, Это когда происходит? որ երկուստը դուրս են գալիս։ Когда и то, и другое исходит. Երբ որ մեր աղբյուրը պղտորվում է, Когда наш источник загрязняется. խառնվում է դառը ջրերի հետ։ Она соединяется, смешивается с солеными источниками горькими. Գիտեք, ոմանք առանց գիտակցելու
некоторые неосознанно մահ են կանչում իրենց վրա։ призывают на себя смерть. Ծիծաղ մեռանք։ Мы со смеху умерли. Դե ուղակի ասում ենք։ Мы просто говорим. Ուղակի բան չկա։ Это не просто. Բան չի չես ասում ծիծաղ ապրեցի։ Почему не говоришь, что я со смеху наполнился жизнью? Այնքան ծիծաղեցի ապրեցի։ Настолько я смеялся, что наполнился жизнью. Այնքան ասում են այնքան ծիծաղեցի մեռա։ Почему говорят, настолько смеялся, что чуть ли не умер. Մեռնեմ ջանիդ։ Умру за тебя. Ապրի, ինչու ես մեռնում։ Կյանքիդ մեռնեմ։ Умру за твою жизнь. Մեկը կա որ կյանքիդ համար մեռել է արդեն։ Есть некоторые, кто уже умер за твою жизнь. Մեռնել պետք չի։ Не нужно умирать. Մեկը մեռել է որ մենք չմեռնենք։ Кто-то умер, чтобы мы не умирали. Էլ չեմ ասում որ ասում են մեռնեմ բրծնեմ։ Я даже не говорю о том, что говорят, лишь бы мне умереть и все, Կամ էլ чтобы это մեռնեմ завершилось. քեզանից բրծնեմ։ Или умереть, чтобы вот от тебя Ես դեպք избавиться. գիտեմ սիրելիներս։ Я знаю случаи, возлюбленные. Գիտեմ որ ծիծաղալու дебքեր եմ ասում, Я знаю, что смешные такие вещи բայց говорю. կարևորը որ մենք չասենք այդպես։ Но важно, чтобы мы так не говорили. Հիմա կասես եկել ես ինձ ասես ես ինչ ասեմ, ինչ չասեմ։ Сейчас скажешь, ты пришел, чтобы мне говорить, что мне говорить или нет. Եկել եմ ասեմ Աստծո խոսքը ինչ ասում, ինչ ասես, ինչ չասես։ Я пришел сказать, что говорит Слово Божие, что говорить, а чего нет. Ես դեպք գիտեմ, Я знаю случаи, որ մի կին իր աղջկան, что одна женщина свою дочь ասում էր դու որ մեծացար, говорила, если ты вырастешь, когда ты вырастешь, քեզանից մենակ ես խնդիրներ եմ, խնդիրներ եմ ունենա։ от тебя у меня только будут проблемы. Ավելի լավ չի շուտ մեռնես։ Не лучше, чтобы ты быстрее умерла. Այդ աղջիկը 16 տարեկանում մահացավ։ И эта девочка в 16 лет умерла. Գիտես, այնպես չի որ պետք է մահանար։ Это не так, что она должна была умереть. Սերլես սա շատ լուրջ հարց է։ Это важный вопрос, серьезный. Մենք պետք է գիտակցենք, Мы должны осознавать, որ մեր լեզուն что наш язык, ինքը կարող է այրել մեր кյանքը։ он может Սպանել մեր կյանքը։ убить нашу, погубить нашу жизнь. Մենք անմիտ առանց մտածելու խոսքեր պետք է չխոսենք։ Мы не должны говорить бессмысленные слова. Այս աշխարհն է ձև ինչ ուզում է խոսում է։ Этот мир таков, он говорит все, что хочет. Դուք նկատել եք ինտերնետով ով ինչ уզում է խոսում է։ Вы замечали, через интернет кто что хочет, говорит. Փողոցում ով ինչ уզում է խոսում է։ На улице что хотят, то и говорят. Խելքը ինչ բրթում է խոսում է։ О чем приходит, что приходит на ум, то и говорят. Բայց մենք Но мы պետք է ուշադիր լինենք, должны быть внимательны, որ անեծք չհրճակենք, чтобы не провозглашать проклятие, մահ չհրճակենք։ чтобы не провозглашать смерть Մեր ընտանիքների, մեր երեխաների կյանքի վրա, в жизнь наших семей, детей, մեր աշխատանքի վրա։ на нашу работу. Ես մարդկա անիծում է իր աշխատանքը, ուզում է գործերը լավ լինի։ Есть люди, которые проклинают свою работу, но при этом хотят, чтобы было все хорошо. Հնարավոր չէ այդպես։ Это Պետք է невозможно. օրհնես, որ լավ լինի։ Ты должен благословлять, чтобы было хорошо. Ես չեմ ասում, И не говорю, որ երեխաներին ինչ կենթանու անուն տալիս ես, ասես տալիս են։ что детей обзывают разными словами. Դու այսպես животных. ես, դու այնպես Ты ես։ такой, ты такой. Կենթանիների անունները չտամ հիմա։ Не буду называть имена животных. Ես չեմ ասում բնութագրիր են տալիս։ Не говорю о том, что описывают как-то, Քեզանից բան դուրս չի գա։ что с тебя ничего не выйдет Այնքան хорошего. դեպքեր կան, որ Так много случаев, մարդիկ մեծացել են ու դրանով ապրել են։ люди выросли и этим живут. Բայց այնքան դեպքեր կան, Но так много случаев, որ մարդկանց երեխաների կյանքի վրա այդպես ասել են, когда говорили в жизнь детей так, բայց երբ որ նրանք դարձի են եկել Տիրոջը, и когда они обращались к Господу, Աստված ջնջել այդ բոլոր ասածները։ Бог, Он просто стирает все это Եվ նա сказанное. որ ասում են քեզանից бан դուրս չեք, И кому Чига. говорили, что с тебя ничего не выйдет նա դառնում хорошего, է մի մարդ, որ ազդեցություն ունի աշխարհի վրա։ он становится человеком, который имеет влияние на Ամերիկան мир. մի կոնֆերանսի գնացի այնտեղ Նիկ Վուչիչներ առանց ձեռքերի, առանց ոտքերի, Я в Америке был на конференции, там был Ник Вучич без рук, без ног. ովքեր лսել են իր մասին։ Кто слышали о нем, знают. Նա առանց ձեռքերի, ոտքերի ա ծնվել։ Он родился без ног и рук. Գիտես ծնողները նորմալ, Родители нормальные, նորմալ հավատացյալներ։ нормальные верующие. Ինքը այդպես ա ծնվել։ Но родился такой. Բայց գիտես ինքը ասում է, Но он говорит, հիմա նա մեծ ազդեցություն ունի, у него сейчас есть большое влияние по всему миру, անգամ միլիարդների վրա։ даже над миллиардами людей. Եվ հաջողակ մարդ է։ И он успешный человек. Բայց նա ասում է, Но он говорит, իմ ծնողները мои родители փոքր ժամանակ в маленьком ինձ возрасте ասում էին, мне говорили, դու գիտես ինչու ոտքեր ու ձեռքեր չունես, ты знаешь, почему у тебя нет ног и рук? որովհետև տեսնում են, որ ես տանջվում եմ։ Потому что они видели, что я мучаюсь. Եվ ասում է,
И говорит, Ինձ ասում էին, мне говорили, որովհետև դու յուրահատուկ մարդ ես։ потому что ты особенный Դու человек. յուրահատուկ մարդ ես։ Ты особенный Դու человек. յուրահատուկ մարդ ես։ Ты особенный Դրա համար человек. էլ այսպես ես ծնվել։ Поэтому ты такой родился. Եվ այդ խոսքը И это իրան слово ուժ ա տվել ему давало силы այդ վիճակով в этом состоянии, հաջողությունների հասնել։ чтобы он достиг успеха. Այսօր 4 երեխա ունի, ամուսնացած, Сегодня у него 4 детей, 2 զույգ։ близнецы у него, двое Մեծ близнецов. բիզնեսի տեր, У него большой бизнес, օծված քարոզիչ, помазанный проповедник, Աստծո խոսքի քարոզիչ, говорящий Слово Божье, որը շատ նախագահների հետ է հանդիպել։ который встречался со многими руководителями. Եվ որոշ նախագահների էլ խորհրդատու է։ И он является советником президентов. Գիտես մի մարդ, Человек, որին սեղանը դրած էր, իրան բերեցին, ուղղակի այդ սեղանի вրա դրեցին, որ ինքը քարոզի։ человек, где был поставлен стол, его поставили на этот стол, чтобы он проповедовал. Ու գիտես նա շեշտը հենց դրա վրա էր դնում։ И он именно акцент на этом ставил. Իմ ծնողները Мои родители. ինձ ասել են, որ ես յուրահատուկ մարդ Мне сказали, что я особенный. եմ։ Ամեն։ Ամեն։ Իրականում լեզուն շատ մեծ հետևանքներ է թողնում։ В действительности язык, он оставляет большой след. Առակաց 15-րդ գլուխ եկեք բացենք սիրելիներս։ Притчи, Առակաց 15, 15 глава, 4-րդ խոսքը։ 4 стих. Բուժող լեզուն կենաց ծառ է, բայց լեզվի վրա նենգությունը հոգի վերք է։ Кроткий язык – древо жизни, но необузданный – сокрушение духа. Լեզվով կարելի է բուժել, Языком можно излечить, լեզվով կարելի է վերքեր հասցնել։ и языком можно причинить раны. Եվ ոչ թե մարմնին կամ անձին, Не телу или личности, այլ հոգուն։ а душе, духу. Գիտես, եթե մարդու հոգին կոտրվեց, Если дух человека, он сломлен, նրան ինչ ուզում ես արա, նա չի վերականգնվի։ что бы ты ни сделал, он не восстанавливается. Գիտեք, Հիսուսը երբ որ եկավ, Когда Иисус пришел, առաջի հերթին մեր հոգին Он կենթանացրեց։ в первую очередь наш дух оживил, Իր Սուրբ հոգով։ Духом Святым. Հիմա պատկերացրեք, Теперь представьте, մարդու լեզուն язык человека կարող է բուժում բերել հոգու может принести исцеление եւ душе կարող է վերք հասցնել։ и может раны Ռուսերենում причинить. գրված է սանձված լեզուն։ В русском переводе кроткий язык, Սանձվա, որ սանձահարում ես, ուկրաշայеш։ когда ты укращаешь. Գիտես, մեր լեզուն, Наш язык, եթե չսանձենք, если мы не укротим его, ինքը շատ վնասներ կհասցնի։ он много вреда причинит. Ինչու՞։ Почему? Որովհետև գեհենից է այդ կրակը։ Потому что этот огонь, он с гиены. Վարակված է այդ լեզուն։ И этот язык, он заражен. Այսօր гիտեք ինչու եմ խոսում Почему я об սերունդես։ этом говорю Որ сегодня? Աստծո Սուրբ հոգով Чтобы Духом Святым միշտ մեզ հիշեցում լինի։ всегда напоминание было для Որ քո нас, լեզուն что твой язык կարող է բուժել может исцелять, եւ քո լեզուն կարող է վերք հասցնել։ твой язык может причинять раны. Եվ թող Աստծո գործը լինի մեր մեջ։ И пусть дело Божье будет среди нас. Ամեն։ Փառք Աստծո։ Слава Богу. Նայեք Առակաց 18, Притчи 18 глава, 21 խոսքը։ 21 стих. Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է եւ նրան սիրողը կուտի նրա պտուղը։ Смерть и жизнь во власти языка, и любящий его вкусит от плодов его. Ինչ ասում Աստծո խոսքը։ Что говорит Слово Божье? Դե շատ լավ է գրված։ Ну, очень хорошо написано. Սերն շատ լավ չի գրված, շատ խիստ է գրված։ Здесь не то, что хорошо, а очень строго Ու написано. մենք շատերս այս խոսքը գիտենք։ И мы многие знаем этот стих. Ես գիտեմ, որ շատերը գիտեն այս խոսքը։ Я знаю, что многие знают. Եթե չեն կարդացել, գոնե լսել են։ Если нет, ну хотя бы читали или Բայց Աստծո слышали. խոսքն ասում է, Но Слово Божье говорит, որ մահը смерть եւ կյանքը и жизнь լեզվի իշխանության во վրա է։ власти языка. Այսինքն լեզվով То есть языком հնարավոր է սպանել։ можно убить. Տեսել եք մարդիկ, որ լեզվով սպանում են։ Видели людей, которые языком убивают? Սպանում են։ Убивают. Բայց լեզվով կարելի է կյանք տալ։ Но языком тем же можно дать жизнь. Դրանց Հիսուսը երբ որ խոսում էր, Когда Иисус говорил, շատ բաներ չէին հասկանում։ многое не понимали. Որոշ աշակերտներ гնացին, Некоторые ученики, они ушли. անգամ աշակերտներից։ Даже из учеников. 12-ն է որ мնացին, А 12, которые Иисус остались, насեց. Иисус сказал, ուզում եք դուք էլ գնացեք, хотите и вы уходите. որովհետև տեսավ, Потому что увидел, նրանք էլ ոնց որ արդեն ուզում էին что գնալ։ и они как будто хотели уйти. Բայց ես ինչ ասեցին աշակերտները։ Но что сказали ученики? Ասեցին կյանքի խոսքեր ունես, ուր գնանք։ Куда нам идти? Ты имеешь слова жизни. Կյանքի խոսքեր ունես։ Слова жизни. Ինչն էր պահում։ Что их Այն удерживало? խոսքերը, որ Հիսուսից գալիս էր, դա կյանք էր տալիս։ Те слова, которые исходили от Иисуса, они давали жизнь. Այսօր ես ու դու սիրելիս, Сегодня я и ты մեր возлюбленные. խոսքերով կարող ենք սպանել ինչ որ մեկին։ Своими словами можем убить кого-то. Հետ չեմ ասում մեր տնեցիներին։
Не говорю даже о том, что своих Եվ домашних, կարող են կյանք տալ։ а можем дать жизнь. Եվ ասեմ քեզ, И скажу тебе, նախ եւ առաջ մեր տնեցիներին պետքա կյանք տան։ прежде всего мы должны дать жизнь своим домашним. Ամեն։ Գիտես, ես այսօր գիտեմ, И сегодня я знаю, շատ ընտանիքներում խնդիրներ կան։ что во многих семьях есть проблемы. Հավատացնում եմ ձեզ սիրելիներս։ Уверяю вас, возлюбленные, Ամենամեծ խնդիրների պատճառներից մեկը դա լեզուն է։ одна из самых больших проблем – это язык. Երբ որ լեզվով սպանում են, Когда языком убивают, եւ ամենամեծ հաջողության պատճառներից մեկը դա լեզուն է, երբ որ լեզվով կյանք են տալիս։ и один из самых больших источников успеха – это язык, когда благословляют. Հարցերի լուծում է տալիս։ Это дает решение проблем. Գսմ ես ձևի առակ կա, Есть такая притча, ասում մի անգամ մի սուրը օթով թռնում է, и говорит, меч, он летит по небу, թռնում է գնա մի հատ խեղճ մարդու գլուխ կտրի։ и он летит, чтобы отсечь голову одному человеку Ասում եկե մի հատ бедному. լեզու տենում է այդ թուրին, И говорит, потом один язык видит этот меч, ասում է ուշացել ես, ես արդեն կտրել եմ։ и говорит, ты опоздал, я уже отсек ему голову. Սա առակ է ուղղակի։ Это просто притча, Բայց ճշմարտություն է։ но это истина. Շատ ժամանակ Очень часто լեզուն ավելի շուտ է գլուխ կտրում, քան թուրը։ язык он быстрее может отсечь голову, нежели меч. Այո։ Բայց լեզվով կյանք կարելի է տալ։ Но тем же языком можно дать жизнь. Ամեն։ Аминь. Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Что интересно. Այս լեզուն, Этот язык, եթե իրան չսանձես, если его не укротить, ինքը ավելի շատ ուզում է սպանի, քան կյանք տա։ он больше желает убить, нежели дать жизнь. Ամեն։ Аминь. Բայց երբ որ դու քո լեզվով, Но когда ты своим языком երբ որ ասում ես ես կանցնեմ, говоришь, я пройду, ես կհաղթեմ, я смогу победить, ես օրհնված կլինեմ։ я буду Իմ благословлен, երեխաները օրհնված են։ и мои дети благословлены. Ես Աստծո ծառան եմ։ Я служитель Божий, Ես սուրբ եմ։ я свят, Ես արդար եմ։ я праведен. Այդ ժամանակ դու տեսնում ես, որ այդպես է դառնում։ Тогда вот ты видишь, что так и Բայց происходит. ես երբ որ մարդն ասում է, Но когда человек говорит, ու ես քեզ կասեմ սատանան էլ է ուզում, որ մարդը այդպես ասի։ и я скажу, что и дьявол хочет, чтобы человек Ես так говорил. մեղավոր եմ, Я грешный, մեղքը չեմ կարող հաղթել։ я не могу победить грех, Մեղքը ինձ սպանում է։ грех меня убивает, Արդար չեմ կարողանում լինել։ я не могу быть Այս праведным. աշխարհում հնարավոր չէ արդար լինել։ В этом мире невозможно быть праведным. Այդպես էլ լինում է։ Так и бывает. Ոնց ես դու քեզ ասում։ Как ты говоришь сам Եթե себе? մի մարդ կա, Если որ есть ինքը իրան человек- ասում է, ես սովորական հավատացյալ если եմ։ есть кто-то, кто говорит себе, я простой Ինքը верующий, այդպես է լինելու։ он таким и Բայց եթե остается. մարդ կա, Но если кто-то որ ասում է, ես Աստծոց կանչված եմ, Говорит, я призванный ես Богом, Աստծոց օծված եմ, я помазан ես Богом, Աստծո հզոր ծառա եմ я կանչված։ сильный служитель Ու ոչ Божий. թե դա հպարտությունից է И это ասում, не из-за гордости, այլ հավատում է Աստծո խոսքին։ он верит Слову Божьему. Այդ ժամանակ Тогда Աստված տանում է նրան, Бог ведет его, որովհետև նա կյանք է տալիս, потому что он дает жизнь, խոսալով։ говорит через Եվ слова. խոսում ես, И ты դու говоришь, կյանք ես տալիս։ и ты отдаешь Երբ որ жизнь. դու խոսում Когда ես, ты քեզ говоришь, ուժ ես ты բերում։ даешь себе Երբ որ силы. դու խոսում Когда ես, ты դու говоришь, կարող ես քեզ թույլաtsնել։ ты можешь себя сделать слабым. Ու գիտեք ինչն է հետաքրքիր, Что интересно, որ մահն ու կյանքը что смерть и жизнь ասում է լեզվի իշխանության վրա։ во власти языка. Այսինքն իշխանություն կա, То есть есть власть, երբ որ ես ու դու խոսում ենք, когда я и ты говорим. խոսում ենք մեր կյանքերի վրա, Говорим в нашу жизнь, խոսում ենք մեր ընտանիքի վրա, в наши семьи, շրջապատի վրա, к окружению, մեր աշխատանքի վրա, к работе, մեր ծառայության վրա, на служение, եկեղեցու վրա, в церковь, ծառայողների վրա։ на служителей. Գիտես, բայց երբ որ սխալ բաներ ենք Но խոսում, когда мы говорим неправильно, մենք սպանում ենք мы убиваем ու քանդում ենք։ и разрушаем. Գիտեք, իրական դեպք է եղել, Был реальный ես случай. լսեցի այդ դեպքը ու դա Я իրական услышал է об եղել։ этом, это было реально. Մի ծառայողի մասին Об одном служителе. մի մարդ Один սկսում է человек վատ լուրեր տարածել։ начинает распространять плохие новости. Եվ այս մարդը երբ որ իմանում է, И когда этот человек узнает, որ այդ մարդը, որի համար ինքը ամբողջ կյանքը հոգ է տարել, и узнает, что этот человек, о котором он все время Սկսել է վատ заботился, բաներ начинает տարածել։ такие плохие вещи распространять. գիտես այնքան է մտածում, Он так много думает, ինֆարկտ է ստանում։ что получает инфаркт. Եվ նրան տանում են հիվանդանոց։ И его ведут в больницу, уводят. Ստավի չոցեները գալիս։ Եվ երբ որ այդ լուրեր տարածողը իմանում է, И когда вот этот человек, который распространял новости, узнает, քեզ մի օր նա աղոթքի մեջ է լինում։
Он в один день в молитве, Եվ Սուրբ Հոգին նրան հանդիմանում է։ и Дух Святой его обличает. Ասում է դու գիտես ինչի համար է նրա սիրտը այդպես եղել։ Говорит, ты знаешь, почему его сердце в таком Որովհետև դու состоянии? ես խոսել նրա մասին։ Потому что ты говорил о нем. Եվ նա զղջում է, И он тогда кается, ապաշխարում է։ кается. Եվ ասում է գնամ իրան տեսակցության И говорит, հիվանդանոց։ пойду и встречу, посещу Եվ его. ներողություն խնդրեմ И буду իրանից։ просить у него прощения. Գնաց գնում է Он идет եւ ներողություն է и խնդրում։ просит прощения, Լացում է, плачет, ապաշխարում է։ кается. Եվ այս մարդը ասում է. И этот человек говорит, Լսի, ես քեզ ներել եմ, знаешь, я тебя простил, բայց մի բան եմ ուզում քեզ но խնդրել։ тебя хочу об одном просить. Կարող ես այն բարձը վերցնել, Можешь взять ту подушку? վերցրա խնդրում եմ, Прошу, возьми. ճղի դանակով։ И теперь порежь ножом. Եվ մեջի բմբուլները պատուհանից թափտուր։ И возьми все перья, которые там есть, из окна выбрось. Նա վերցնում է անում է, И он берет и так и делает, չհասկանալով ինչ է անում։ не понимая, зачем он делает. Ասում է հետո, И говорит, а после? ասում է հիմա ես քեզ մի бан ասեմ։ И тебе скажу теперь кое-что. Ուզում եմ այդ բարձը նորից հավաքես, գնա բմբուլները հավաքի եւ բեր бարձը նորից տեղը բեր։ Говорит, я хочу теперь, чтобы ты эту подушку собрал. Иди, собери вот эти перья и принеси обратно. Ասում է հնարավոր չի։ Он говорит, невозможно. Քամին քշելա տարելա։ Говорит, уже все, ветер унес. Ասում է գիտես ես քեզ ներել եմ, Говорит, знаешь, я тебя простил, բայց այն ինչ որ դու արեցիր մնացել է։ но то, что ты сделал, это осталось. Դու ներված ես, Ты прощен. բայց բարձը ճղված մնացել է։ Но подушка, она осталась разорванной. Եվ բմբուլները քամուն տված են արդեն։ И все они перья, они тоже разлетелись по ветру. Գիտեք, սա մեծ օրինակ այմ ու քո համար, Это большой пример для меня и тебя. որ լեզվի տված վերքը, Что раны, վնասը, причиненные языком, այն վնասը որ նա и հասցրել тот է, вред, который он принес, Աստված կների, Бог простит. բայց շատ ժամանակ հետևանքները չես կարող վերացնել։ Но очень часто ты последствия не можешь изменить. Ինչ է դա նշանակում։ Что это означает? Ավելի լավ չի ուշադիր լինենք, Разве не лучше, чтобы мы были внимательны? որ այդ վնասը չհասցնենք Чтобы этот вред не причинять եւ չսպանենք։ и не убивать. Ամեն։ Ամեն։ Ավելի լավ է կյանք բերենք լեզվով։ Лучше, чтобы мы привносили жизнь. Հիշի սիրելիս։ Помни, возлюбленный, Քո լեզուն твой язык, իշխանություն ունի կյանք բերելու։ он имеет власть приносить жизнь. Приносить жизнь Քո կյանքի համար для твоей եւ жизни քո շրջապատի համար։ и для твоего окружения. Ամեն։ Նայեք առակաց 21-23-ը ինչ ասում։ Притчи 21 глава, 23 стих. Ով որ զսպի իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղություններից կպահի։ Кто хранит уста свои и язык свой, тот хранит от бед душу свою. Փաստորեն շատ նեղություններ То есть многие трудности լեզվի պատճառով են։ из-за языка. Նրա պատճառով որ լեզուն չի զսպվել։ Из-за того, что язык, он не был укращен. Որովհետև Աստծո խոսքն ասում է, եթե լեզուդ զսպես, Слово Божье говорит, если ты будешь хранить свои շատ уста, չարիքներից կպրծնես, ты хранишь свою душу от многих бед. շատ նեղություններից ազատ կլինես։ От многих трудностей будешь свободен. Գիտես լինում է մարդիկ, Бывают люди, ասում են աղոթեք ինձ համար։ говорят, молись за меня. Աղոթենք սիրելիս, Да, будем բայց молиться. դու պետքա ճիշտ բաներ Но խոսես։ ты должен говорить правильные вещи. Ճիշտ բաներ խոսես։ Правильные вещи. Ամեն։ Գիտես երբեմն լինում է աղոթում ենք Иногда бывает, молимся մի բանի համար, о чем-то. ինչ որ մի բանի համար։ О чем-то. Բայց հետո պետքա ուշադիր լինենք, Но потом мы должны быть որ մեր внимательны, աղոթածի համեմատ խոսենք։ чтобы мы говорили в соответствии того, чему мы Ով молились, за что հասկանում ինչ եմ молились. ասում։ Кто понимает, о чем я говорю? Ուշադիր լինենք սիրելիներս։ Мы должны быть внимательны, возлюбленные. Չգիտեմ կարող է դու այդպես չես, բայց ես Может быть, նկատել եմ։ Ты не таков, но я Մենք որպես մարդիկ замечал, что мы как люди, հավատքով աղոթում ենք։ Հավատքով мы верой աղոթում ենք։ молимся, Բայց գալիս է но իրավիճակներ, приходят обстоятельства, շատ հնարավոր այդ աղոթածին հակառակ խոսենք։ мы можем говорить против того, за что мы молились. Ոչ, մենք պետքա ոնց աղոթել ենք, այդպես էլ խոսենք։ Нет, то, как мы молились, мы так и должны говорить. Եթե աղոթել ես, Если молился, որ Տերը քեզ բժշկի, чтобы Бог тебя исцелил, ուրեմն պետքա ты դավանես, должен провозглашать որ նրա тогда, վերքերով ես բժշկված։ что Его ранами я исцелен. Ամեն։ Аминь. Ամեն։ Գիտես, ես չեմ խոսում փուչ դավանանքների Я не մասին։ говорю о каких-то пустых провозглашениях. Փուչ տեղը,
пустом Իրեն месте. ժամանակ կար, ես հիշում եմ, Я помню, было время, անձամբ եմ լսել, сам лично որ слышал, հավատացյալներին ասում էին, верующим говорили, եթե դու ուզում ես մեքենա, если ты хочешь машину, գնա կանգնի մեքենաների խանութի մոտ, встань напротив магазина եւ машин, ասա Հիսուսի автосалона անունով այս մեքենան իմն է։ и скажи, во имя Иисуса, это машина моя. Եվ որոշները այդպես էլ անում И էին, некоторые так делали, ու մեքենան չէր ստացվում։ а машина не получалась. Մի անգամ մի եղբայր պատում էր, Однажды один брат рассказывал, ասում է եկեղեցու հայաթում, он говорит, во дворе դրամ церкви, տերամ մեկը մեքենայից վրա ձեռքը դրել, ասում է Հիսուսի անունով այս ձևի մեքենա եմ ուզում։ он говорит, положил руку на мою машину, говорит, во имя Иисуса хочу Ասում такую է ասի машину. եղբայր ես իմ մեքենան է, գնա ուրիշ մեքենա ուզի։ И он пришел и сказал, брат, это моя машина, иди проси другую себе Դա машину. իրական դեպք է եղել։ Это реально был Ու случай. դրա նման շատ բաներ ա եղել։ И таких случаев было много. Էլ չեմ ասում, ոմանք եղել են, մտել են խանութ, ինչ որ շոր վերցրել են, ասել են Հիսուսի անունով էս իմն է։ Я даже не говорю о том, что были случаи, когда кто-то заходил в машину, Ես брал այդպիսի одежду и ցնորքի говорил, именем Иисуса это мое. Ես այդպեսի ցնորքի մասին չեմ Я не говорю о խոսում։ таком безумии. Ես խոսում եմ նրա Я մասին, говорю о том, որ եթե մենք ճիշտ խոսենք если мы будем говорить правильно, մեր աղոթացի համեմատ, согласно тому, за что мы молились, մենք մեր աղոթքը գործի ենք դնում դրանով, мы тогда свою молитву ставим в действие, որպեսզի Աստված գործի, чтобы Бог начал ոչ թե действовать. մենք մեր ցանկությունով ուրիշին դո ցանկանանք։ А не мы своими желаниями желали чужого. Ամեն։ Որովհետև եթե Աստված չի գործում, Потому что если не Бог ու действует, մարդը ցանկանում է ինչ-որ մի բան, и человек желает что-то, մանավանդ ուրիշինը, особенно если вот դա чье-то, ավելի շատ նախանձն է իր մեջ գործում в этом больше зависть в нем действует. եւ ցանկասիրությունը, И ստրաստալյուբիը։ Նայեք Առակաց 16:21։ притча 16 глава. Մինչև այդ կկարդամ։ Գիտեք այս տեղում որ կարդացի մինչև էս, И до этого, когда я прочитал, մի հատ լավ դաս կա իմ ու քո есть համար։ хороший урок для меня. и тебя. Եթե չես կարողանում լավ բաներ խոսել, ուրեմն ոչինչ մի խոսի։ Если ты не можешь говорить хороших вещей, тогда ничего не Ասում ով говори. զսպի իր բերանը։ Говорит, кто будет сдерживать свой язык? Հենց ուզում ենք վատ բան ասենք, Если мы хотим что-то плохое сказать, ավելի լավ է փակենք մեր բերանը։ лучше просто закройте свои уста Զսպենք մեր լեզուն։ и будем укращать свой язык. Ամեն։ Ամեն։ Առակաց 16:21։ Притча 16 глава, 21-րդ խոսքը։ 21 стих. Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կկոչվի, եւ շրթունքի քաղցրությունը ուսումը կավելացնի։ Мудрый сердце прозовется благоразумным, и сладкая речь прибавит к учению. Մարդ կարող է իմաստուն լինել, Человек может быть мудрым, բայց նրա կոպիտ խոսելը կամ դառը խոսելը ոչ մեկի ոչ մի օգուտ չբերի։ но его грубая речь никому пользы не принесет. Գիտես, կարծես թե լավ բան է ասում, Может быть, он хорошие вещи говорит, բայց դառը սրտով է ասում но он говорит горьким сердцем եւ դառը леզվով։ и горькими устами. Բայց տեսել եք մարդիկ, Но видели людей, որ դառը սիրտ ունեն, у которых горькое сердце, բայց քաղցր խոսում են, но они сладко говорят, ու բոլորը լսում են իրանց հիմարությունները։ и все слушают их глупости. Այդպես էլ է լինում։ И так бывает. Ինտերնետում շատ մարդիկ կան այդպես։ В интернете много таких людей. Հիմարություն են խոսում, Говорят глупости, բայց այնքան քաղցր են խոսում, но настолько сладко они говорят. այնքան լավ լեզվով են խոսում, Они таким языком որ красиво բոլորը ուզում говорят, են լսեն, что все хотят слушать. որ 5 օր հետո Հիսուսը գալու է։ Что через 5 дней Иисус придет. Ժողովուրդ 5 օր հետո Հիսուսը գալու է։ Народ, через 5 дней Иисус придет. Պատրաստվեք։ Готовьтесь. Ու բոլորը լսում են։ И все слушают. Ինչու ես լսում բարեկամ։ Почему ты слушаешь? Ախր շատ լավ է խոսում։ Ведь он так хорошо говорит. Ինքան վստահ է խոսում։ Он так уверенно говорит. Վստահը չի կարևոր։ Это не важно Ու быть уверенным լավը չի կարևոր, и красиво. այլ իմաստուն սիրտն է կարևոր, Важно мудрое сердце. որի իմաստությունը սրա վրա է հիմնված, И мудрость основана на этом, ոչ թե ինչ որ հիմարությունների։ а не на каких-то глупостях. Ամեն։ Ամեն։ Մենք որպես Աստծո ժողովուրդ, Мы, как народ Божий, առավել եւս тем более պետք է քաղցր լինենք, должны иметь сладкие уста. քաղցր շուրթեր, Сладкие уста. քաղցր խոսացող։ Говорить сладко. Ամեն։ Չեմ ասում մեղմ ձայնով, Я не говорю таким голосом мягким.
Իսկ որ տղամարդիկ են կանացի ձայնով խոսում, դա ընդհանրապես չի լսվում։ Когда мужчины говорят женским голосом, это вообще не слушается. Իսկ որ կանայք են тղամարդու ձայնով խոսում, դա էլ չի լսվում։ А когда женщины говорят мужским голосом, тоже Ես не խոսում եմ слышно. քաղցր շուրթեր ունեցողների Я մասին, говорю о тех, кто имеет сладкую речь, ովքեր Աստծո իմաստությունով են լցված кто наполнены Божьей եւ мудростью լավ գիտեն իրենց տեղը и хорошо знают свое եւ место. լավ գիտեն ում սովորեցնեն, ում И չսովորեցնեն знают, кого учить, а кого нет. եւ լավ են հասկանում ով իրանց կլսի, ով չի լսի։ И хорошо понимают, кто их будет слушать, а Սեդես кто եթե нет. մեկը քեզ չի լսում, մի խոսի։ Если кто-то тебя не слушает, не говори. Ես այդպես եմ անում։ Я так делаю. Եթե մեկը չի ուզում ինձ լսել, Если кто-то не хочет меня ինչու՞ слушать, համար իզուր խոսեմ։ зачем мне зря говорить? Փորձեմ քաղցր խոսեմ։ Пробовать речь красиво говорить, Չէ։ сладко. Ով որ իմաստուն սիրտ ունի, Кто имеет мудрое գիտի сердце, որտեղ ինչ խոսա։ он знает, где и о чем говорить. Եվ ում սովորեցնի, ում ոչ։ Кого учить, а кого нет. Ամեն։ Аминь. Փառք Աստծո։ Слава Богу. Հիմա անցնենք Հիսուսի ասածներին։ Теперь перейдем к тому, что Иисус говорил. Մատթեոս 12։ Матфея 12 глава. Սա մի քիչ ավելի լուրջ է։ Это уже посерьезнее. Չգիտեմ, եթե միջևս շատ լուրջ էր, սա ավելի լուրջ է։ Если до этого было очень серьезно, сейчас еще серьезнее. Ես զարմացել եմ, որ շատերը Հիսուսին պատկերացնում են, որ Հիսուսը ման էր գալի միայն այսպես էր խոսում։ Я удивлен, что многие думают, что Иисус вот так ходил и так разговаривал. Ֆիլմեր եկան այդպես են Հիսուսին Есть ներկայացնում։ фильмы, вот так вот и Иисуса представляют. Հիսուսը показывают. Иисус, կատարյալ սիրով լցված մեկն էր։ он был тот, кто был наполнен совершенной Առանց ոչ любовью, մի թերության։ без всякого изъяна. Գիտես, բայց նա գիտեր որտեղ ինչ Но խոսի։ он знал, где о чем говорить Եվ ինչպես ասի։ и как говорить. Մատթեոս 12-րդ գլուխ Евангелие от Матфея 34 խոսքից։ с 34 стиха. Այս Հիսուսն է խոսում։ Это Иисус говорит. Սկսում է այսպես. Իժերի զավակներ։ Говорит, порождение Ехиднины. Իժերի զավակներ։ Порождение Ехиднины. Հիսուս, բայց դու պետք է քաղցր խոսաս։ Иисус, но ты должен говорить сладко. Հիսուսն ասում է, այո, Иисус говорит, да, ես քեզ շատ եմ սիրում։ я тебя очень люблю, Դրա համար ուզում եմ, որ շատ լուրջ ընդունես։ поэтому хочу, чтобы ты серьезно все воспринял. Եթե չես ընդունում, Если ты не принимаешь, ուզում եմ ասեմ, хочу сказать, ես իմ մասին եմ խոսում, քո մասին չեմ խոսում։ я говорю это о себе, а не о тебе. Ուզում եմ քեզ ասեմ, Արթուր, Хочу сказать тебе, Артур, եթե չես ընդունում, если ты не սրա принимаешь կարևորությունը, важность сказанного, իժի զավակներ, դուք ինչպես կարող եք բարի խոսել, որ չար եք, որովհետև սրտի ավելացածից կխոսի բերանը։ порождение Ехиднины, как вы можете говорить доброе, будучи злы, ибо от избытка сердца говорят уста. Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիքներ կհանի եւ չար մարդը չար գանձից չար բաներ կհանի։ Добрый человек из доброго сокровища выносит доброе, а злой человек из злого сокровища выносит злое. Ինչ ասում Հիսուսը Что говорит սիրելիներս։ Иисус, возлюбленный? Ինչն է уզում, որ մենք շատ ուշադիր լինենք, Что хочет, чтобы к чему мы были որ внимательны? դրա համար էլ խիստ ասում դրա Поэтому он մասին։ говорит строго. Ասում են լսի, Он говорит, слушай, եթե ուզում ես, որ բարի բաներ խոսես, если ты хочешь говорить доброе, քո ներսի հարցը պետքա լուծված ты լինի։ должен решить вопрос внутренний Դու твой. պետքա չարությունով լցված չլինես։ Ты не должен быть наполнен злом. Դու չես կարող բարի խոսել, Ты не можешь говорить доброе, եթե չար ես։ будучи злым. Կամ մեր, Или, եթե դու լցված ես Աստծո Սուրբ Հոգով если ты наполнен Святым Духом եւ նրա բարության հոգով ես լցված, и наполнен Его благостью, ինչպես ես դու քեզ թույլ տալի չար բաներ как խոսես։ ты себе позволяешь говорить злое? Ոնց կարող է դա լինի։ Как может быть так? Կամ էլ ասես, Или говорить, դե ուղակի ասեցի։ я просто сказал, Դե ուղակի մի հատ կատակ արեց։ я просто пошутил. Սերլես այնքան հեշտ է։ Возлюбленный, так легко. Այն ինչ որ ձեռք ես բերել, То, что ты приобрел, մի խոսքով одним словом, ավիրել։ просто разрушить. Գես այն պատիվը, որ ձեռք ես բերել, Ту честь, которую ты приобрел, մի հատ հիմար կատակով ուղակի ոտնահարես։ из-за просто глупой шутки просто это... Որ մարդիկ գիտեն, որ Попирать, դու истопать. հոգևոր մարդ ես, Например, ты духовный человек, իրոք Աստծո ծառա ես։ служитель Божий, Աստծոն ես ներկայացնում։ представляешь Бога Մեկը լսում են, и слышишь, մի հատ չար բան ես խոսում։ что-то такое Մի злое հատ վատ բան говоришь, ես խոսում։ что-то плохое, Մի հատ հիմար կատակ ես անում։ глупую шутку. Սերլես պետք է այդպես չլինի։ Мы не должны быть такими. Հիսուսն ասում է մի անի այդպես։ Иисус говорит, не делай Չի так. կարող այդպես լինել։ Не может быть так. Կամ էլ գիտես լինում ասում Или են, бывает, говорят, դե իր ասածներին մեկն է, ինքը բարի մարդ է։ не смотрите на то, что он говорит, он добрый. Մեկն է, որ հայհոյանքներ է տալիս։ Не смотрите на то, что он ругает. Սիրտը լավն է։ Сердце у него Հիսուսն ասում է ոչ, хорошее. Иисус говорит, нет, հենց սրտին նայեք вот именно на сердце и смотрите. եւ նայեք իր ասածներին։ И смотрите на то, что он говорит. Եթե ասածները չար է,
Если то, что он говорит, оно зло, ուրեմն սիրտը լավը չի։ значит и сердце нехорошее. Եթե բամբասում է, Если сплетничает, ուրեմն չարությունով է լցված։ значит исполнен злости. Եթե ստում է, Если обманывает, եթե հայհոյում է, если ругается, սիրտը չի կարող լավը լինել։ сердце не может быть Գիտեք хорошим. Հիսուսը ինչ է ուզում ասի։ Что хочет Иисус сказать? Ասում է սիրելիներս, ձեզ չխափեք։ Возлюбленные, не обманывайте Մենք себя. պետք է մեզ չխափենք Мы не սիրել։ должны себя обманывать. Չասենք դες բարի սիրտ ունեմ, ուղակի ես ձևի արեցին, են ձևի արեցին։ Я не должен говорить, что у меня хорошее, доброе сердце, но я просто сделал так. Ես или так. մեղավոր չեմ, ես բարի եմ։ Я не виноват, я добрый. Այդ իրանք են խնդրեմը։ Это в них проблема. Հիսուսը ասում է, իրանք չեն խնդրեմը։ Иисус говорит, не они Դու проблема. ես խնդրեմը։ Это ты проблема. Խոսել ես չարը։ Ты говорил злое, Հնարավոր չի, որ չարը դուրս գա բարի սրտից։ невозможно, чтобы злое выходило из доброго Դա сердца. հնարավոր չի։ Это невозможно. Իսկ եթե հնարավոր է, А если возможно, դա նշանակում է պետք է հետ վերադառնաս քո իրավիճակին։ это означает, что ты должен вернуться к своим обстоятельствам. Այս մեկը արդեն գաղտնիք ասեց։ А это уже секрет. Ոնց դուրս գաս։ Как выйти? Երբ որ չարա դուրս եկել, Если зло պետք է вышло, դրա մեջ չմնաս։ ты не должен в это Պետք է пребывать. դուրս գաս։ Ты должен выйти из Գիտես ինչա этого. հետո հետաքրքիր ասում Что Հիսուսը։ потом Иисус говорит? Բայց ասում եմ ձեզ 36 խոսք, թե ամեն դատար խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Говорю же вам, что за всякое праздное слово, какое скажут люди, дадут они ответ в день суда. Որովհետև քո խոսքից կարթարանաս եւ քո խոսքից կդատապարտվես։ Ибо от слов своих оправдаешься, и от слов своих осудишься. Գիտեք, ես ինչ գիտեմ Աստվածաշնչից, Что я знаю из Слова Божьего? որ մենք Աստծո դատաստանի առաջ Что мы на суде Божьем. մեր արած գործերի համար ենք պատասխան տալու։ Мы будем отвечать за свои дела. Աստծո խոսքն է ասում։ Слово Божье Եվ говорит. անգամ ասում է ծնողի տեղը որդին պատասխան չի տալու, որդու տեղը ծնողը պատասխան չի տալու։ И говорит, что сын не будет отвечать за родителей, и родители за Բայց сына. այստեղ ասում է քո խոսացածի պատճառով ես դու պատասխան տալու։ А здесь говорится, что от слов своих осудишься, Եվ քո խոսքերից էլ կարթարանաս։ и от слов своих оправдаешься. Գիտեք սա ինչ է նշանակում։ Что это означает? Եկեք վերցնենք Հիսուսի ասածը ամբողջությամբ։ Теперь возьмем все, что говорил Иисус. Հիսուսն ասում է. Иисус говорит, Դու կարող ես շատ բարի գործեր ես անում, может быть, ты делаешь добрые дела, բայց ես տեսնելու եմ թե դու ինչ ես խոսում։ но я буду смотреть, что ты говоришь. Դու կարող ես շատ սխալներ ես անում, Ты, может быть, много ошибок բայց ես допускаешь, չեմ նայելու քո սխալներին։ но я не буду на твои ошибки Ես նայելու смотреть. եմ թե դու ինչ ես խոսում։ Я буду смотреть на то, что ты говоришь. Այսինքն, То есть, մենք գիտենք, мы որ знаем, երբ որ մենք մեղք ենք գործում, когда мы грешим, կա ստեղ մարդ որ մեղք գործել է։ есть люди, которые грешат, Այսօր, грешили сегодня. այսօր ձերքերը իջա։ Այսօր դեռ չեք հասցրել։ Сегодня мы еще не успели. Հիսուսը ասում է այդ քո արածի համեմատ չեմ դատի, Иисус говорит, не буду судить тебе по соответствии того, что ты сделал, եթե խոստովանես։ если ты исповедуешь. Գիտես, մեղք արած է, Грех уже совершен. բայց երբ որ դու խոստովանում ես, Но если ты исповедуешь, քո շուրթերով խոստովանում ты ես, своими устами Я вас будешь исповедовать и устами говорить, Иисус, прости, զղջում եմ, հրաժարվում եմ, я отрекаюсь, я жалею. արդեն դու դատապարտված ես։ Тогда ты уже не осужден. Մեղք ես գործել, Ты согрешил. պետք է դատապարտվես, Ты должен быть բայց осужден, խոստովանել ես, но ты исповедовал. չես դատապարտվել։ Тогда ты не будешь осужден. Ամեն։ Գիտեք դա ինչ է նշանակում։ Что это означает? Որ երբ որ մենք սխալը արել ենք, Когда мы совершили ошибку, շատ կարևոր է մենք հետո դրա մասին ինչ ենք խոսում։ важно, что мы говорим потом об этом. Արդարացնում ենք դա ու դրա մեջ մնում ենք, թե հրաժարվում ենք։ Мы оправдываемся и остаемся в этом или отрекаемся. Շատերը այստեղը կարդում են։ Многие это место Եվ читают մտածում են. и думают, Ոյ մարդ, ես ինչքան դատաստանի գործ ունեմ ես։ сколько у меня судебных дел, Այնքան վատ բաներ եմ խոսացել։ столько плохого я наговорил, Այնքան սխալ բաներ եմ խոսացել։ столько нехорошего, Այնքան դառը բաներ եմ сколько խոսացել։ горького, Այնքան մարդու մասին վատ եմ ասել։ сколько плохо говорил о людях Եվ դատապարտվում են։ и осуждают. Հիսուսն ասում է. Иисус говорит, Արել ես այդքանը։ ты все это сделал, Հիմա հակառակը արա։ теперь делай обратное. Սկսի լավը խոսել։ Начни говорить хорошее, Սկսի խոստովանել մեղքերդ։ начни исповедовать грех. Ինչու՞։ Почему? Որովհետև լեզուն Потому что язык մի անդամ է դրված։ – это некий орган. Հակոբոս 3-րդ գլուխն ասում է, որ նա ղեկի պես է, որ ամբողջ նավը ղեկավարում է։ Иакова 3 глава, как руль, чтобы весь корабль руководил, управлял. Ինչու համար է Հիսուսը ասում, որ քո ասածից կարթարանաս։ Почему Иисус говорит, от слова своих оправдаешься? Դա միայն այն չի, որ մեղքերից արդարանաս։ Это не только то, чтобы ты от грехов Դա оправдался, նաև նա է, որ ինչ որ ես ու դու անում ենք, но это также то, что когда мы с тобой что-то այդ делаем, արածի հետ միասին պետք է ճիշտ խոսենք։ чтобы мы вместе с этим говорили правильно. Օրինակ, Например, դու հանուն Աստծո
Ты ради Бога, Դու Աստծո համար բաներ ես անում։ ты из-за Бога что-то делаешь, Ծառայում ես Աստծուն։ служишь Богу. Լավ գործա թե չէ։ Это хорошее дело или нет? Լավ բանասիրելն ես։ Это хорошее. Հանուն ավետարանի բաներ անել։ Ради Евангелия что-то делать. Աստծո փառքի համար բաներ անել։ Ради славы Божьей что-то Բայց այդ делать. ամեն ինչի հետ И вместе с этим դառը խոսելը говорить горькое, ջնջում այն բոլոր արածները։ оно стирает все то, что было Եվ Հիսուսն сделано. ասում է քո խոսածածի համեմատ եմ ես քեզ И դատել։ Иисус говорит, я буду судить тебя в соответствии с Այո, твоими делами. Աստվածաշունչն ասում է քո գործերով։ Да, Слово Божье говорит по делам. Հիսուսն ասում է քո խոսքերով։ Иисус говорит согласно словам Դա твоим. ի՞նչ է նշանակում։ Что это означает? Նշանակում է, Это որ означает, ինչ որ ես անում եմ, то, что я делаю, որը արդար է Աստծո առաջ։ то, что угодно пред Богом, Ես դրա համեմատ պետք է արդար ձևով էլ խոսեմ։ я должен в соответствии с этим и говорить Ինչ правильно. օգուտ ես Աստծուն ծառայեմ, բայց ինչ որ մեկի մասին բամբասեմ։ Какая польза, чтобы я служил Богу, а о ком-то Ումա պետք է сплетничал? ծառայությունը, Кому нужно служение, եթե ես ծառայում եմ, բայց աշխատանքի տեղը խափում եմ։ если я служу, а на работе обманываю? Հիսուսն ասում է քո ծառայելը ինձ պետք չի։ Говорит, Иисус говорит, мне твое служение не Ես քո нужно. խոսքով եմ քեզ դատել։ Я буду тебя судить по твоим Ումա словам. պետք քույր եղբայրների հետ լավ լինեմ, կնոջս ամուսնուս հետ լավ չլինեմ։ Кому нужно, чтобы я был в хороших отношениях с братом, сестрой, но с Գնամ женой տուն իրար խոսքերով կծեմ։ плохих, чтобы мы дома друг друга Ումա грызли? պետք սիրելն է։ Кому это нужно? Հիսուսն ասում է դա պետք չի։ Иисус говорит, это не нужно. Քո խոսքերից От слов твоих կդատապարտվես ты осудишься, եւ քո խոսքերից и от слов своих կարթարանաս։ оправдаешься. Աղոթեք, որ բժշկվեմ։ Молитесь, чтобы я исцелился. Ես էլ եմ աղոթում, որ բժշկվեմ։ И я молюсь, чтобы исцелиться. Հիսուսն ասում է. Иисус говорит, Բարեկամ, եթե աղոթում ես, возлюбленный, если ты молишься, ուրեմն դավանի значит провозглашай, Քրիստոսի վերքերով ես բժշկված։ что я исцелен ранами Մի Христа. դավանի, որ էլի չի ստացվում։ Не исповедуй, что все не получается Հա բայց снова. տեսնում եմ չի ստացվում։ Да, я не вижу, не получается. Սիրելիս ведь. դավանի այնինչ որ Աստված ասում։ Возлюбленный, исповедуй, провозглашай то, что Бог говорит. Որովհետև աղոթելը лավ է։ Потому что молитва это хорошо. Արդար գործ Աստծո առաջ։ И это правильное дело пред Богом. Չափազանց կարևոր բան է աղոթելը։ Это очень важно Եվ молиться. ոչ միայն առողջության И համար, не только за здоровье, բայց աղոթելու հետ սիրելնես, но вместе с молитвой պետք է ճիշտ խոսենք։ мы должны говорить правильно. Եվ նույնը քո կյանքին է վերաբերում, И также по отношению к твоей жизни, եւ քո տնեցիներին է վերաբերվում, и по отношению к твоим եւ քո домашним, աշխատանքին է վերաբերվում։ и по отношению к твоей работе. Դրա համար երբ որ կանգնենք դատաստանի առջև, Поэтому, когда мы станем на суд Божий, Աստված նայելու է մեր գործերին Бог будет смотреть на наши дела եւ նայելու է թե մենք ինչ ենք խոսել։ и будет смотреть на то, что мы говорили. Արդյոք մեր խոսածածը համապատասխանա մեր գործերին։ То, что мы говорили, соответствует ли нашим делам. Գիտեք, միտեղ կա որ ասում ամենքի գործը կփորձվի, թե ինչից է սարքած։ Есть одно место, где говорится, что дело каждое испытается, из чего оно было сделано. Ես հավատում եմ, Я верю, որ այդ փորձվելու միջոցներից մեկը մարդու խոսածածն է լինել։ я верю, что одно из этих испытаний это то, что человек говорит. Խոսքի համեմատ, խոսածածի համեմատ։ В соответствии с тем, что он говорит. Ոմանք ասում են, դե ես ուղղակի ասեցի։ Некоторые говорят, я просто сказал. Գիտեք, ժամանակն է, որ մենք ազատ լինենք անմտությունից, դատարկ բաներից։ Время, чтобы мы были свободны от бессмысленных Որովհետև вещей. դատարկ խոսում է նա, որ իր մեջ դատարկ է։ Потому что пустословит тот, у кого внутри пусто. Գիտեք, Աստծո խոսքն ասում է, որ ինչ որ մեկը գալիս ասում է վտանգ կա, հետո ասում է կատակ արեցի։ Слово Божье говорит, что некоторые приходят, говорят, есть опасность, а потом говорят, я пошутил. Եվ այդ ձևի մարդուն հիմար է ասում։ И говорит, такой человек неразумный. Գիտեք, դատարկ չխոսենք։ Мы не должны говорить пустые вещи. Չխոսենք խոսալու համար։ Мы не должны говорить, чтобы просто говорить. Չխոսենք առանց մտածելու։ Не должны говорить, не думая. Ամեն։ Առակաց 16-ի 1-ը, մի քանի տեղել եւ Притча 16 глава, 1 стих. Առակաց 16:1 Մարտինն են սրտի տրամադրությունները, բայց Տերիցն է լեզվի պատասխանը։ Человеку принадлежат предположения сердца, но от Господа ответ языка. Ինչ իրավիճակ է լինի քո կյանքի մեջ սիրելիս։ Какая бы ситуация ни была в твоей жизни, Ինչպիսին է լինեն քո տրամադրությունները, какие бы ни были твои обстоятельства, ինչպիսին է предположения, ցավեր չլինեն քո կյանքի մեջ, какие бы трудности, боли ни были в сердце, բայց քո լեզվի խոսելը թող լինի միայն այն, ինչ որ Տերն է ասում քո մասին։ но слова твои и речь твоя пусть будет только то, что Господь хочет. Ինչ որ Տերն է ուզում քո համար, То, что Бог хочет для тебя, քո ընտանիքի для համար, твоей жизни.
Գիտեք, շատ բաժանություններ ընտանիքներում ինչի՞ց է լինում։ Знаете, почему многие разделения в семьях Երբ бывают? որ սկսում են ասել, Когда начинают говорить, ես քո հետ էլ չեմ կարող, я с тобой больше не могу, ես բաժանվելու եմ։ я разведусь. Եվ այդ խոսքերը սկսում է գործել։ И эти слова начинают действовать. Սկսում է այդ խոսքից։ Начинается с этого Քո слова. հետ հնարավոր С չի։ тобой невозможно. Սրել ես մենք բոլոր այդ խոսքերից պետք է ապաշխարենք։ Мы от всех этих слов должны Եթե չենք покаяться. ուզում, որ մեր կյանքը քանդվի։ Если мы не хотим, чтобы наша жизнь разрушилась, Երբ որ ասում ենք կյանքս կյանք չի, когда говорят, моя жизнь это не жизнь, հայի բախտ է, это судьба армянина. ով է ուրախ որ հայ է։ Кто рад, что он армянин? Ես հայերին եմ Я հարցնում։ говорю про армян. Հայի բախտ չկա, Нету судьбы армянина. կա ապագա Հիսուսից։ Есть будущее от Иисуса. Ամեն երբեք չասես սիրելիս։ Никогда не говори. Անգամ կատակով չասես, դե հայի бախտ է, էլի։ Даже в шутку не говори, но это просто судьба армянина. Ուղղակի ասեցի։ Я просто сказал. Չէ, ինչ մեջդ կա, դա ասեցի։ То, что внутри есть, то это и Չէ, сказал. տես բան չկա Нет, մեջ։ нету этого. Դե ուրեմն դատարկություն է, Тогда значит это որ пустословие. դատարկ բան ես ասում։ Что ты говоришь пустое. Շատ կներեք։ Прошу прощения. Եթե մեկին էլ ասում եմ, իմացի որ դա ինձ եմ ասում։ Если я кому-то говорю, знай, что это я себе Ես говорю. քո հետ եմ սիրելի։ Я вместе с тобой Այսօր возлюблен. չեմ եկել մեկին նախատեմ։ Сегодня не пришел кого-то Այսօր обличать. ուզում եմ ասեմ, Сегодня я хочу сказать, ամեն դառը խոսքերից պետք է что հրաժարվել, мы от всяких горьких слов должны որ отречься. մեր կյանքը չփչանա։ Чтобы наша жизнь не Եվ испортилась. մեր кյանքի վրա, И на нашу жизнь, մեր երեխաների վրա и на своих детей դավանենք Աստծո օրհնությունը, мы должны провозглашать Աստծո Божье զորությունը, благословение, силу Հիսուսից տված ապագան, и будущее, которое дал Աստծո Иисус. փառքը Славу Божью մեր կյանքերի մեջ, в нашу մեր жизнь, ծառայության մեջ, на служение մեր наше, եկեղեցու մեջ, на церковь нашу, քո ընթացքի մեջ, на твое քո течение, աշխատանքի մեջ, на твою работу. Աստծո օրհնությունը։ Благословение Божье. Ամեն, Аминь. ամեն։ Փառք Աստծո։ Слава Богу. Ասում եմ, ինչ տրամադրություն է սրտիդ լինի, Говорит, какое бы ни было настроение сердца, թող Տիրոջից լինի քո լեզվի խոսացածը։ пусть от Господа будет то, что говорят твои уста. Նշանակություն չունի սիրելիս, դու ոնց ես քեզ զգում։ Не имеет значения, возлюбленный, как ты себя чувствуешь. Ոմանք այնքան խորանում են իրանց անձի վրա, Некоторые так углубляются в себя, որ անգամ իրանց Աստծո խոսքը ասում ես, իրանք մտածում են դե ուղղակի դա лав խոսքեր է։ что даже когда ты им говоришь Слово Божие, они говорят, ну это просто хорошие слова. Քեզ մի բան ասեմ սիրելիս։ Хочу тебе сказать кое-что, Շատ եմ возлюбленный. ասել այս։ Я много говорил. Շատ մի խորացի էլի քո վրա։ Не погружайся в себя. Դրա մեջ օգուտ չկա։ В этом нету пользы. Խորացի Աստծո մեջ, Лучше углубляйся в Боге, նրա խոսքի մեջ։ в Его Слово. Ես չեմ ասում անտեսես քեզ։ Я не говорю, чтобы ты был Չեմ безразличен к ասում, եթե себе. քեզ պետք է ինչ-որ բանի հետևած չհետևած։ Я не говорю о том, что если ты за что-то должен следить, не Բայց следить. այնքան մեր վրա չկենտրոնանանք, որ Но- մոռանանք Աստծուն։ Но мы не должны настолько на себе быть сконцентрированными, чтобы забыть Бога. Թող մեր լեզվի պատասխանը Տիրոջից լինի։ Пусть ответ на нашу речь будет от Господа. Եսայա 41, ընդամենը 3 տեղ էլ կկարդամ ու Исайя կվերջացնեմ։ 41. Շնորհակալ շատ ժամանակ ունենք։ Բայց ուզում եմ աղոթենք այսօր։ Но я хочу, чтобы мы сегодня молились. Եսայա 41:17 շատ հետաքրքիր խոսք է գրված։ Исайя 41:17. Աղքատներն ու տնանքները ջուր են որոնում եւ չկա։ Նրանց լեզուն ծարավից չորացել է։ Ես Տերս նրանց պատասխան եմ տալու, Իսրայելի Աստվածս նրանց չեմ թողնի։ Бедные и нищие ищут воды, и нет ее. Язык их сохнет от жажды. Я, Господь, услышу их, я, Бог Израилев, не оставлю их. Պատկերացնում եք սիրելիներ։ Представляете, возлюбленные, Մարգարեն пророк, Աստված մարգարեի միջոցով խոսում է։ Бог через пророка говорит, Ասում է աղքատություն կա, говорит, есть бедность, ու այդ աղքատությունը и эта бедность, համատեղում է լեզվի չորության հետ։ оно сопоставляется с иссохшим языком. Փաստորեն, То есть Աստծո համար для Бога կարևոր է, важно, որ երբ որ մարդը աղքատ է, когда человек беден, նայում է իր լեզվի վրա ինչ կա։ он смотрит, что на его Եվ языке, տեսնում է լեզուն չորացել է։ и видит, что его язык иссох. Մի քիչ բացատրեմ սա ինչ է նշանակում։ Объясню, что это означает. Եղել է սրելես, որ այնքան դժվար է եղել, որ չես կարողացի ասես, որ լավ է լինելու։
Было ли так, что когда было тебе очень сложно, ты даже не мог сказать, что будет хорошо? Կամ մարմինը մարդու այնքան ցավում է, որ չի կարողանում անգամ ասի Քրիստոսի վերքերով ես բժշկված եմ։ Или настолько болезней много, что ты даже не можешь сказать, что ранами Христа я исцелен. Այդ ցավից։ Из-за этой боли. Գիտես լինում է այդպես։ Բывает так. Այդպիսի մարդկանց չես կարող դատապարտել։ Ты не можешь осудить таких людей. Չես կարող ասել ինչու է այդպես։ Не можешь сказать, почему это так. Լինում է որ հավատացյալները կողքից ասում են ոչինչ ցավին ուշադրություն մի դարձնի։ Бывает иногда верующие говорят со стороны, ничего, не обращай внимания на боль. Սիրելիս քեզ հեշտ է ասելը։ Тебе легко говорить, Բայց այդ ցավերը քո վրա չի։ но эти боли не на тебе. Կամ լավ ոչինչ խնդիրներ ունես ուշադրություն մի դարձրա։ Или да, у тебя проблемы, не обращай внимания. Դու հեշտ ես խոսում։ Ты легко говоришь. Մի հատ իրա վիճակին որ ելնես, տեսնեմ ինչքան կդիմանաս։ Если ты будешь в его ситуации, я посмотрю, насколько ты сможешь потерпеть. Սիրելիս Աստված չի դատապարտում այդ ձևի Бог не իրավիճակը։ осуждает эти Երբ որ обстоятельства. այնքան այդ աղքատություն ու վատ վիճակ է, Когда есть бедность и тяжелая որ ситуация, լեզուդ է անգամ չորացել։ что даже твой язык Որ иссох, չես կարողանում ճիշտ բան խոսել։ ты не можешь даже говорить правильные вещи. Աստված ասում է. Бог говорит, Ես Տերս պատասխան եմ տալու։ я, Господь, услышу их. Իսրայելի Աստվածս նրանց չեմ թողնի։ Я, Бог Израилев, не оставлю их. Գիտես դա ինչ է Знаете, что նշանակում։ это означает? Մենք հույս ունենք, Что у нас есть надежда, որ կա Աստված, что есть Бог, որ ինքը ինձ չի թողնի այդ который վիճակի меня մեջ։ не оставит в этой Երբ որ ինձ ситуации. դժվար է դավանել, որ ամեն ինչ լավ է լինել, Когда мне тяжело провозглашать, что все будет хорошо, որ ես կատարյալ բժշկված եմ что я լինել, буду совершенным որ образом ես исцелен, պարտքերից ազատ եմ что буду լինել։ свободен от долгов. Այնքան դժվարացել է, Настолько это որ стало անգամ трудно, չեմ կարողանում ասել, որ գործերս օրհնված է լինելու։ что даже не могу сказать, что мои дела будут Այդ благословляться. ժամանակ Աստված ասում է. Тогда Бог говорит, Ես Տերս я Господь, երկնքից պատասխան եմ։ дам ответ с неба. Միայն թե վատը չխոսես։ Только не говори плохое. Ես եմ ավելացնում Это սրա։ я уже добавляю. Բայց արդեն այսքան խոսացել եմ, դրա համար իրավունք ունեմ ավելացնել։ Я просто столько уже говорил, что имею право это добавить. Ես գիտեմ, որ չես կարողանում խոսել, Я знаю, что ты не можешь говорить, բայց նայի ինձ, но смотри на меня, նայիր ինձ։ смотри на меня. Ես քեզ չեմ թողնի։ Я тебя не оставлю. Ես երկնքից պատասխան կտամ։ Я дам ответ с неба. Գիտես որն է այդ պատասխանը։ Знаешь, каков этот Որ ответ? երբ որ նա գալիս է այցելում է քեզ, Когда он приходит, посещает тебя. հավատքդ բարձրանում է։ Вера твоя Եվ укрепляется. դու չես նայում ոչ մի И բանի։ ты больше ни на что не Հավատքով смотришь. դավանում ես։ Ты верою Տերը провозглашаешь. ինձ չի թողնի։ Бог меня не оставил. Տերը օրհնելու է ինձ։ Бог благословил Ու меня. ես քեզ մի բան ասեմ։ Я скажу тебе кое-что. Ես չգիտեմ ում հետ եմ խոսում։ Я не знаю, с кем я Կան говорю. մարդիկ, որ քեզ անիծել են։ Есть люди, которые тебя проклинали. Երբ որ Տերն է պատասխանում, Когда Бог այդ отвечает, բոլոր անեծքները հեռացնում է, все эти проклятия, они уходят. որպեսզի այդ անեծքները չգործի։ Чтобы эти проклятия не Այլ действовали. դու դավանես։ Но ты провозглашал. Քեզ ելք եմ տալիս սիրելի։ Я тебе даю выход. Ես չգիտեմ ում հետ եմ խոսում, Я не знаю, с кем я говорю. բայց ես քեզ ելք եմ տալիս։ Я тебе даю выход. Սկսիր դավանել։ Начиная Եվ провозглашать ասել. и говорить, Ինչ անեծք, որ иմ կյանքի վրա եկել է։ какие проклятия приходили на мою Ում жизнь, խոսքերի միջոցով էլ որ եկել է։ через кого они приходили. Իմ ընտանիքի վրա, На меня есть мою իմ семью, ծառայության վրա, на мое իմ служение, աշխատանքի վրա, на мою работу, իմ առողջության վրա։ на мое Ես այսօր здоровье. դավանում եմ Я сегодня и Հիսուս провозглашаю Քրիստոսի անունով։ именем Иисуса. Ես օրհնված եմ, Я ես благословлен. բժշկված Я եմ, исцелен. ամեն անեծքը քանդված է, Всякое проклятие ոչ մի разрушено. զենք իմ դեմ ուղղված չի հաջողվելու։ Никакое оружие, направленное против меня, не будет иметь успеха. Եվ ես քեզ մի բան ասեմ, Я սիրելիս, скажу тебе кое-что, իմաստուն եղիր, Будь мудрым. մի հաղորդակցվի նրանց հետ, ովքեր անիծում են։ Не общайся с теми, кто проклинают. Եթե չես կարողանում նրանց բերանը փակել։ Если ты не можешь закрывать их уста. Ռոքաշտիմենե։ Ես գիտեմ, որ անեծքներ է քանդվում այստեղ։ Я знаю, что здесь сейчас разрушаются проклятия. Քլիմբրակաթայա։ Ես գիտեմ, որ չար լեզուներ է քանդվում այստեղ։ Я знаю, что здесь разрушаются злые языки.